Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է մարդու ամենամեծ հարստության առողջության մասին։ Մեր հյուրերին հարցեր կարող եք ուղղել նաև դուք, հարգելի հեռուստադիտողներ, զանգահարելով 54 89 34 հեռախոսահամարով։ Նշեմ, որ զանգերը ընդունվում են միայն հաղորդման եթերի ժամանակ, այսինքն ժամը 18-ից մինչև 18:45։ Այսօր մեր հյուրն է նյարդաբան Արմինե Սողոյանը։ Խոսելու ենք գլխուղեղի կաթվածի մասին։ Բարև ձեզ բժշկուհի, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդաշարին հյուր։ Նախ փորձենք հասկանալ ի վերջո թե ինչ է կաթվածը։ Գրականության մեջ նշվում է, որ դա գլխուղեղի անոթների հետ կապված խնդիր է։ Ինչ է տեղի ունենում այդ ժամանակ գլխուղեղում, վնասվում են անոթները, թե նյարդային բջիջները։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Խնդրեմ։ Առաջնահերթ ուզում եմ ողջունել ձեր հաղորդաշարը, քանզի այն կրում է հանրության համար ինչպես ուսուցողական, այնպես էլ ճանաչողական բնույթ։ Ես կարծում եմ, որ այն ժամանակահատվածը, եթերաշրջանը, որը տրամադրված է մեկ հաղորդման համար, բավական քիչ է կաթվածի բոլոր հիմնախնդիրներին եւ հարցերը վերլուծելու համար։ Ինչ է կաթվածը, հա։ Իհարկե, այն գլխուղեղը սնուցող անոթների, ինչպես արտագանգային խոշոր մագիստրալ անոթների, այնպես էլ ներուղեղային անոթների ախտաբանությունն է, որը բերում է համապատասխան զարկերակային համակարգերի արյունամատակարարման զոնաների, նյարդային հյուսվածքների վնասման, հետագա բջիջների մեռուկացմամբ եւ կարելի այն համարել իրար հաջորդող վիճակ։ Տարբերակում ենք երկու։ Ընդ որում սկզբում դինում է անոթի հետ կապված խնդիրը, հետո նյարդային բջիջները։ Անոթի ախտաբանությունն է, որը բերում է հետագա նյարդային բջիջի վնասման։ Հասկանալի։ Այո, դա կախված է ինսուլտի, ինչպես հանրամատչելի ավելի ինսուլտ տերմինը, քան կաթվածը, ինսուլտի տեսակից, տարբերակում ենք իշեմիկ եւ հեմորագիկ բնույթի ինսուլտներ, ինչ է տեղի ունենում իշեմիկ ինսուլտի ժամանակ, դա որիցեմի արյունատար անոթի խցանումն է, որը բերում է տվյալ մատակարարման զոնայում ուղեղային հյուսվածքի վնասման, իսկ հեմորագիկ ինսուլտի դեպքում տեղի ունենում լրիվ հակառակ պատկերը, այսինքն խախտվում է անոթի ամբողջականությունը, անոթի պատի ամբողջականությունը եւ տեղի ունենում արյան ներթափանցում, գլխուղեղի որիցեմի տարածություն, դա կլինի ներուղեղային, այդպես էլ ենթատարբերակվում է ներուղեղային, ներփորոքային, ենթաբոստայնային կամ սուբարախնոիդալ տարածության մեջ, լինում են դրանց համակցված տեսակները եւ խառը տեսակները, երբ ընդգրկվում է ինչպես ուղեղային հյուսվածք, այնպես էլ ուղեղի թաղանթները եւ փորոքները։ Այսինքն, եթե ավելի պարզ նկարագրելու լինենք, կամ անոթը խցանվում է, լուսանցքը նեղանում է, փակվում է կամ պայթում է, հա։ Երևի երկրորդ տարբերակը հաճախ տեսանելի է լինում, եթե ես մասնագետ չեմ, կարելի է դա համեմատել օրինակ ակնագնդի սպիտակուցային թաղանթի վրա երևացող երբեմն արյունազեղումների հետ։ Դա նույն process-ն է, այնտեղ էլ է անոթ, գլխուղեղում էլ է անոթ, այո, նույն process-ն է, տեղի ունենում անոթի պատի ամբողջականության խախտում, հետագա արյան ներթափանցմամբ, որից է մի միջավայր։ Հասկանալի, այսինքն նույն բանը կատարվում է գլխուղեղի ներսում։ Հայտնի է, որ ինսուլտի վիճակագրությունը բավական մտահոգիչ է եւ կան ինչ որ տվյալներ թեկուզ ձեր պրակտիկայից, ձեր կլինիկայում հայաստանյան վիճակագրության մասին եւ եթե կարելի է նաեւ նշեք թե հատկապես որ տարիքի մարդիկ են հակված ինսուլտի եւ ինչ սեռի մարդիկ, որ սեռի մարդիկ։ Հիմնականում հիվանդությունը ընդգրկում է միջին եւ բարձր տարիքը, չնայած որ վերջին ժամանակահատվածում դիտվում է հիվանդության երիտասարդացում, ինչպես ինսուլտի իշեմիկ բնույթով, այնպես էլ հեմորագիկ բնույթով process-ները։ Վիճակագրությունը Հայաստանում մի փոքր անբավարար է, քանզի հաշվի առնելով այն փաստը, որ համեմատած Ռուսաստանի եւ նախկին սովետական տարածաշրջանի երկրների հետ Հայաստանում 2 անգամ ավել բարձր է մակարդակը հիվանդացության եւ մահացության, իսկ արևմտյան Եվրոպայի երկրների հետ համեմատած 4 անգամ բարձր է։ Առհասարակ հիվանդության մահացության մեջ
աշխարհի զարգացած երկրներում ինսուլտի մահացությունը կազմում է գրավում է 3-րդ տեղը սիրտանոթային եւ ուռուցքային հիվանդություններից հետո, իսկ զարգացող երկրներում ցավոք 2-րդ տեղը։ Ինչ վերաբերվում է Ինչով է դա պայմանավորվում։ Մենք փաստորեն որքան հասկանում եմ զարգացող երկրներին ենք ավելի մոտիկ։ Համարվում ենք զարգացող երկիր ցուցանիշներով եւ մեզ մոտ բավականին մակարդակը հիվանդության եւ մահացության բարձր է բավականին եւ ինչպես նշեցի երիտասարդացում է դիտվում նախկինում եթե մենք հանդիպում էինք ինսուլտների մեծամասնությունը բարձր տարիքի ծեր տարիքի անձանց մոտ այսօր մենք հանդիպում ենք բավական երիտասարդ տարիքի անձանց մոտ իրենց կլինիկական դրսևորումներով եւ ծանր ընթացքով Այսինքն հնարավոր է որ ասենք 20-25 տարեկան մարդկանց մոտ նույնպես կաթված գրանցվի։ Լինում է, հանդիպում է եւ երիտասարդ տարիքի անձանց մոտ իհարկե այն Իսկ սերը այս դեպքում նշանակություն ունի կանայք, տղամարդիկ Հիվանդանում են եւ կանայք եւ տղամարդիկ, մեր պոպուլյացիայի մեջ տղամարդիկ մի փոքր ավելի շատ, հաշվի առնելով վնասակար սովորությունների չարաշահումը, դա ծխելն է, ալկոհոլի չարաշահումն է, ստրեսներով լի կյանքը Կանանց մոտ հատուկ ռիսկի խումբ է կազմում հղիությունը եւ ծննդաբերությունը, փոխփոխելով արյան մակարդելության համակարգը եւ այդ խումբը բավականին բարձր ռիսկ է կազմում կանանց շրջանակում։ Հասկանալի է։ Բժշկուհի, խնդրում եմ մի փոքր ավելի մանրամասն կրկին անդրադառնանք պատճառներին։ Ինչը կարող է դուք նշեցիք վնասակար սովորույթների մասին, ծխելը, ալկոհոլը, հա, բացի դրանից, ինչը կարող է բերել նման իրավիճակի եւ արդյոք միայն նման պատճառները կարող են ինսուլտ առաջացնել, թե հնարավոր է ինսուլտը նաեւ այլ հիվանդագին process-ի հետևանք լինի։ Բնականաբար ինսուլտը դա համարվում է այլ հիվանդագին process-ի բարդություն, առաջին տեղը գրավում է զարկերակային հիպերտենզիան, հիպերտենզիայով տառապող մարդկանց մոտ 60%-ով ավելանում է ինսուլտի զարգացման ռիսկը եւ այն ուղիղ համեմատական է զարկերակային ճնշման թվերի հետ, այսինքն ինչքան բարձր է թվերը, այնքան ավելի հակվածությունը ինսուլտի զարգացման մեծ է։ Երկրորդը դա շաքարային դիաբետն է, հատկապես կանանց մոտ է այն հատկանշական, ճարպային փոխանակության խանգարումները, ինչպես նաև ոչ ճիշտ ապրելակերպը, ադինամիկ վիճակը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ավելորդ քաշը, ճարպակալումը եւ մի շարք այլ ռիսկի գործոններ, ինչպիսին է սրտային ախտաբանությունը, սրտի ռիթմի խանգարումները, հատկապես սրտի փականային հիվանդությունները, որոնք ելի բերում են ինսուլտի զարգացման։ Եվ գումարած այդ ամենին նաև վնասակար սովորությունները, այսինքն այնինչ բազմաթիվ անգամ գրեթե ամեն օր կարելի է լսել տարբեր միջոցներով, հա, եւ հեռուստատեսությամբ, եւ էլեկտրոնային միջոցներով, եւ հիմա տեղեկատվության միջոցները բարեբախտաբար շատ են եւ այդքան քարոզվում է առողջ ապրելակերպը, ոչ նստակյաց կյանքը, մեր հեռուստադիտողներին պետք է անընդհատ այդ մասին հիշեցնենք, որպեսզի նրանք խուսափեն նման իրավիճակներից։ Խոսեցինք ինսուլտների առաջացման պատճառների մասին բժիշկ։ Հիմա խնդրում եմ հնարավորինս հանրամատչելի նկարագրեք այն process-ը, որ տեղի է ունենում օրինակ շատ ծխելու դեպքում անոթների հետ կամ հիպերտոնիայի դեպքում։ Մենք արդեն ունեցել ենք նախորդ շաբաթվա ընթացքում սրտաբան հյուր եւ փաստորեն հիպերտոնիան իսկապես զանգերի առատությունը հուշեց նաեւ մեզ, որ դա այն խնդիրն է, որ հուզում է շատ մեր բնակիչներին, ինչ է կատարվում օրինակ հիպերտոնիկ մարդկանց մոտ կամ ծխող մարդկանց մոտ։ Ինչ վերաբերվում է զարկերակային հիպերտենզիային, երկարատև տևական եւ բուժման չենթարկված հիպերտոնիկ հիվանդների մոտ տեղի է ունենում անոթի պատի աստիճանաբար վնասում, եթե այն միաժամանակ նաև վնասված է լինում աթերոսկլերոտիկ փոփոխություններով, ապա տեղի ունենում անոթի ներքին պատի խոցոտում, հա, եւ տրոմբոգոյացման վտանգ, բնականաբար, հետևաբար տրոմբոգոյացումը ինքնին վտանգավոր է տրոմբոեմբոլիկ բարդությունների եւ որից է մի
ուղեղը սնուցող զարկերակի խցանման կարող է բերել։ Զարկերակային հիպերտենզիան վտանգավոր է նաև այն անձանց մոտ, ում մոտ օրինակի համար կարող է լինել ոչ թե մի բնածին դեֆեկտ, անոթային պատի, օրինակ պարկաձև անևրիզմայի առկայությունը, գլխուղեղի անոթների որից է հատվածում եւ կտրուկ ճնշման բարձրացումը կարող է բերել այդ պատրվածքի, անոթի պատի ամբողջականության խախտման եւ անևրիզմայի պատռման, բերելով հեմորագիկ տիպի ինսուլտի։ Այսինքն հիպերտոնիան երկու տիպի ինսուլտներ հնարավոր է առաջացնել։ Երկուսի համար էլ այն համարվում է ռիսկի գործոն եւ գրավում է առաջի տեղը։ Հասկանալի է։ Իսկ օրինակ ծխողների մոտ կրկին հնարավոր է, այսպես ասած, որ անոթը պայթի։ Ծխողների մոտ հիմնականում կարելի է ասել, որ այն նույն մեխանիզմով էլ անդրադառնում է անոթի պատի վնասման, բայց հիմնականում լինում է տրոմբոտիկ բարդությունները եւ իշեմիկ բնույթի ինսուլտները ավելի շատ։ Հասկանալի է։ Ռեժիսորը հուշում է, որ մենք արդեն ունենք առաջին հեռախոսազանգը, լսենք հեռուստադիտողին։ Ալո, դուք եթերում եք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է, թե ինչ բան է հիպոկամպը։ Խնդրում եմ, եթե հնարավոր է մի փոքր բարձր կրկին հիպոկամբա, ինչ է հիպոկամբան, հուշում է ռեժիսորը, նրանք ավելի լավ են լսում։ Հիպոկամպը դա ուղեղի, գլխուղեղի բաղկացուցիչ մասերից մեկն է, որը հիմնականում միացնում է երկու կիսագնդերը իրար հետ, այսքանը։ Հնարավոր է դիագնոզի մեջ ինչ-որ նման տերմիններ օգտագործվել, այո։ Այո, հնարավոր է հիպոկամպի որեցեմի ախտաբանական վիճակ է նկարագրված, հիպոկամպը դա ուղեղային բաղկացուցիչ մասն է, ուղեղի Որ հատվածն է, որքան հնարավոր է մանրամասնենք, որպեսզի թեկուզ եւ ցածրաձայն լսեցինք, հա, հարցը, բայց հնարավորինս մանրամասն։ Հիպոկամպը դա, ինչպես նշեցի, երկու կիսագնդեր իրար միացնող օրգանն է, այդպես ասեմ, բաղկացուցիչ մասն է ուղեղային, որը կապում է նավթաթելերը երկու կիսագնդերը իրար հետ եւ գրավում է միջային մասը, այդպես կարող եմ բացատրել, ինչքան հնարավոր է մատչելի։ Այդ մասում ուղեղի որևէ ախտաբանությունը կարող է բերել կաթվածի, ինչպես եւ մնացած հատվածները։ Իհարկե։ Այսինքն հնարավոր է կաթվածի դեպքում վնասվել է հենց այդ մասը։ Այո, հնարավոր է վնասվել նաեւ հիպոկամպի շրջանը։ Հասկանալի է։ Ինչպես եւ ուղեղի մյուս հատվածները։ Պարզ է։ Մենք կարծես ունենք երկրորդ հեռախոսազանգն արդեն բժշկուհի, լսենք մեր հեռուստադիտողին։ Ալո, դուք եթերում եք։ Բարև ձեզ, ես լսել եմ ինչ-որ չինական մեթոդ կա, երբ որ ինսուլտի դեպքում ալցերնաբուժության նման մատերի ծայրերն են ծակում, ականջների բլթակները, նաև ոտքերի մատերի, ճիշտ է, դա արդյոք այդպեսի մեթոդ, դա իրականության ինչքան է համապատասխան եւ ինչքան է էֆեկտիվ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Չինական մեթոդի մասին է խոսքը։ Դա իհարկե մտնում է տրադիցիոն բժշկության ասպարեզ եւ ինսուլտի հետ վերաբերվող որեցեմի հավաստի ապացուցողական ինֆորմացիա ձեզ տալ չեմ կարող, որովհետեւ չկա։ Ասեղնաբուժություն հնարավոր է անել ինսուլտի վերականգնման շրջանում ակտիվացնելով պերիֆերիկ նյարդաթելերը, այսքանը երևի հարցին վերաբերվող։ Այսինքն դասական բժշկությունը դա չի ընդունում։ Այո։ Ես ճիշտ լսեցի, որ նկարագրում էր հեռուստադիտողը ականջի բլթակներից նույնպես, հա։ Այո։ Մատների ծայրեր, ականջի բլթակներ, դա մտնում է ասեղնաբուժության ինչ-որ տարբերակի մեջ, բայց կոնկրետ ինսուլտի բուժմանը հնարավոր է դա կիրառել վերականգնողական փուլում, բայց ոչ սուր փուլում։ Հասկանալի է։ Այժմ անցնենք ինսուլտի ամենաառաջին ախտանշաններին։ Այսինքն մարդը ինչպես կարող է հասկանալ, որ իր մոտ կամ իր կողքինի մոտ հնարավոր է հենց կաթված է զարգանում այդ պահին։ Կաթվածի առաջնային դրսևորումները դրանք սուր հանկարծակի զարգացող օջախային նյարդաբանական ախտանիշներն են, դրանք լինում են բազմապիսի, կախված է, թե ուղեղի որ հատվածն է վնասված, կարող է լինել շարժողական, որեցեմի վերջույթում կամ վերջույթներում թուլության զարգացման, կարող է լինել զգայական, թմրատության ձևով, խոսքի խանգարման տարբեր տարատեսակներով, սկսած արտասանության խանգարմամբ ընդհուպ միջև խոսքի լրիվ կորուստ, որը բնորոշվում է մոտորաֆազիա տերմինով,
ինչպես նաև ճանաչողական, տեսողական խանգարումներով, շատ կարևոր է դրանց տեղայնացումը եւ կողմնայնությունը, երբ դիտվում է օրինակ աջ կամ ձախ վերջույթների թուլություն, նրանց գերակշռող աստիճանը, միջին աստիճանից մինչև լրիվ ընդհուպ մինչև պարալիզված վերջույթը, սովորաբար միջավայրում կամ հիմնականում առաջին բուժօգնության աշխատողներին որպես օգնություն ինսուլտի արագ եւ հասարակ գնահատման մեթոդ առաջարկվում է դեմք ձեռք խոսք սանդղակ տեստը, ինչ է առաջարկվում, հիվանդին խնդրում ենք ժպտալ կամ ցույց տալ ատամները, եթե կա դեմքի ակնհայտ դիմացռություն կամ ժպիտի անհամաչափություն, երկրորդը խնդրում ենք հիվանդին ձեռքերը պարզել առաջ եւ պահել 5 վայրկյան ընթացքում, այդ ընթացքում արդեն երևում է թուլության արկայությունը կամ թեթև աստիճանի թուլության դեպքում վերին վերջույթը կորցնում է դիրքը եւ երրորդը դա խոսքն է, ինչպես նշեցի, խոսքի խանգարման տարբեր տարատեսակներով, սկսած աղավաղված, արտասանության խնդիրներով, ընդհանուր մինչև խոսքի բացակայությունը։ Այսինքն, եթե նկատում ենք այդ ախտանշանները եւ նույնիսկ եթե մարդը այդ պահին ցանկություն չունի, հա, կամ խոսելու կամ ձեռքը մեկնելու, կարևոր է որ մենք այդ հրահանգները տանք նրան, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում եւ ճիշտ գնահատենք իրավիճակը։ Այս պահին լսենք մեր հաջորդ հեռուստադիտողին, բժշկուհի։ Ալո, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ունեմ հետեւյալ հարցը, երբ որ հիպերտոնիկա երկու տարիների եւ նոր առաջացել է ալերգիա իր մոտ, բայց այդ ալերգիան էլ չեն կարողանում անցկացնել եւ դրա պատճառով չի կարողանում ինքը հիպերտոնիայի դեմ դեղեր խմի ու անդադ ունենում է եւ ալերգիա եւ բարձրացում, ոչ մի դեղ չի օգնում, ինչպես կարելի է օգնել։ Շնորհակալություն։ Հարցը մի քիչ իհարկե կաթվածների թեմայից տարբեր էր, բայց ինչ կառաջարկեք, տվյալ դեղամիջոցների նկատմամբ ալերգիա ունի արդեն մարդը, որոնք իրեն օգնում էին եւ հիմա չկա մի ուրիշ դեղամիջոց, որը կիչեցնի ճնշումը։ Մի փոքր դժվար է նման իրավիճակում հայտնված հիվանդի համար եւ այն բժշկի համար, ով պետք է վարի նման հիվանդին, իհարկե կարծում եմ, որ պետք է առաջնահերթ հայտնաբերել ալերգիայի աղբյուրը որն է, կատարել որևէ մի հակասենսիբիլիզացնող թերապիա եւ գտնել մի պրեպարատ, որը հիվանդի մոտ չի առաջացնի ալերգիկ դրսևորումներ։ Այսինքն ինչպես ցանկացած այլ ալերգոլոգիական, հա, իրավիճակի դեպքում նախ աղբյուրն է պետք պարզել։ Աղբյուրն է պետք պարզել, ես կարծում եմ, որ պետք է հեռուստադիտողը առաջի հերթին դիմի համապատասխան մասնագետի, ալերգոլոգի։ Աղբյուրը ըստ հեռուստադիտողի հենց դեղամիջոցներն են։ Նու կարծում եմ, որ այսօր մեր շուկան բավական հագեցած է բազմապիսի հակահիպերտենզիվ պրեպարատներով, հա, դեղամիջոցներով եւ կարելի է գտնել այնպիսի դեղամիջոց, որտեղ դրանց խմբերը բավական տարբեր են, ազդեցության մեխանիզմները տարբեր են, հետեւաբար հնարավոր է գտնել որևէ մի միջոց, որը չի առաջացնի ալերգիկ դրսևորումներ։ Այնուամենայնիվ դա հնարավոր է։ Բժշկուհի, դուք նկարագրում էիք այն ախտանշանները, որ կարող են լինել ինսուլտի կաթվածի դեպքում, խնդրում եմ ասեք, թե լինում է, որ դրանք ամբողջությամբ համակցված լինեն, այսինքն պարտադիր չէ, որ միայն խոսքի կենտրոնը, հա, վնասված լինի կամ ձեռքը մեկնելու համար կառավարող կենտրոնը հնարավոր է եւ նա եւ մյուս հատվածը վնասված լինի եւ ավելի կոմպլեքս պատկեր երևա։ Իհարկե, հիվանդի մոտ կարող է դիտվել ինչպես խոսքի, այնպես էլ շարժողական, զգացողական, ճանաչողական ֆունկցիաների խանգարումներ, դա միանշանակ կախված է ուղեղային հյուսվածքի վնասման մակերեսից եւ ծավալից, ինչքան մեծ է մակերեսը վնասման, ուղեղային հյուսվածքի վնասման տարածում պրոցեսների դեպքում, այնքան մենք ունենում ենք ավելի ծանր կլինիկական պատկեր վերնշված բոլոր դրսևորումներով։ Հասկանալի է։ Իսկ առաջին հեռուստադիտողի նշած ուղեղի հատվածի վնասվածքի դեպքում ինչ նշան է առաջին հերթին ի հայտ գալիս, ինչի համար է պատասխանատու
Հիպոկամպը նման պարագայում իհարկե այդպես դիֆերենցված պատասխանել ինչպիսի կլինիկական նշան կարող է առաջանալ, հիմնականում ինսուլտով հիվանդների մոտ մենք ունենում ենք բոլոր դրսևորումներից է կարող ենք ունենալ ինչպես շարժողական, ինչպես զգացողական, ինչպես ճանաչողական ֆունկցիայի խանգարումներ, նույն դրսևորումները կարող է լինել նաև տվյալ հատվածի վնասման ժամանակ։ Բժշկուհի, իսկ եթե մարդը անընդհատ գլխացավեր է ունենում, ընդ որում նշում է, որ անտանելի ցավեր են եւ պարբերաբար նաև քթային արյունահոսություններ եւ այսինքն ես ցանկանում եմ հասկանալ, թե հնարավոր է ինչ որ այդ նախանշաններով հասկանալ, որ այս վիճակը տանում է դեպի կաթվածի հենց ամենաբուն կաթվածի փուլից առաջ կարող է մարդը հասկանալ, որ իր մոտ նման process է զարգանում։ Իհարկե կարող է հասկանալ, տևական գլխացավերի առկայությունը կարող է լինել շատ բազմաբնույթ այլ խնդիրների եւ պաթոլոգիաների ժամանակ, պետք է նման պարագայում կատարել անպայման նյարդաբանի խորհրդատվություն, որովհետև տևական գլխացավերի առկայությունը, որոնց առկայությունը հիվանդի մոտ, ում մոտ զարգանում է նաև օջախային այլ ախտանիշներ, կարող են բացարձակապես կապված չլինել ինսուլտի կաթվածի զարգացման հետ։ Այն կարող է կապված լինել գլխուղեղի այլ ախտաբանական process-ների հետ, օրինակ գլխուղեղի ուռուցքի ժամանակ կարող ենք մենք ունենալ երիտասարդ տարիքում հնարավոր է միգրենոզ բնույթի են դրանք ցավերը կամ լարվածության գլխացավեր են դրանք, այնպես որ պետք է դիֆերենցիալ եւ կլինիկական պատկերում ինսուլտի զարգացումը ունի իր հստակ դրսևորումները, իդեպ իշեմիկ ինսուլտի ժամանակ այլ է, հեմորագիկ ինսուլտի ժամանակ այլ է։ Ինչպիսին են դրանք։ Օրինակ հեմորագիկ ինսուլտի զարգացման կլինիկական պատկերում, բացի օջախային նշաններից, թուլություն, խոսքի խանգարում եւ այլն, մենք ունենում ենք նաև ընդհանուր ուղեղային դրսևորումներ, սուր զարգացող գլխացավ, հանկարծակի, սրտխառնոցի առկայություն, անզուսպ փսխումներ, գիտակցության կորուստի աստիճաններ, տարբեր տեսակ ենթուկ միջև կոմատոզ վիճակի, ցնցումային համախտանիշ կարող ենք ունենալ։ Իշեմիկ ինսուլտի ժամանակ լինում է։ Դա ինսուլտից որքան ժամանակ առաջ կարող է լինել։ Ձեր նկարագրած իրավիճակը հնարավոր է 1 ամիս առաջ նման բան լինի, 1 ամիս հետո ինսուլտը սովորաբար զարգանում է սուր եւ հանկարծակի։ Ես ավարտեմ հարցի հետ կապված երկրորդ մասը, խոսքը վերաբերվում է իշեմիկ ինսուլտների դեպքում, այո, սովորաբար իշեմիկ ինսուլտների դեպքում կարող է նախորդել 1 կամ մի քանի ուղեղի արյան-շրջանառության անցողիկ խանգարման դրսևորումներ։ Եվ նման պարագայում, երբ որ տեղի ունենում շատ կարճատ է, որից է մի օջախային ախտանիշ, խոսքի խանգարում, թուլություն եւ որը անցնում է շատ արագ, առաջին 10 րոպե կարող է տևել, 15 րոպե կարող է տևել եւ անցնել, նման ախտանիշներին է պետք հատկապես ուշադրություն դարձնել, քանի որ պետք չէ։ Իհարկե անտեսել պետք չի, որտեղ դա արդեն մեծ ահազանգ է, որ կարող է հիվանդի մոտ զարգանալ ինսուլտ։ Հասկանալի է։ Լսենք մեր հաջորդ հեռուստադիտողին, բժշկուհի։ Ալո։ Բարև ձեզ։ Ցանկանում էի իմանալ, ինսուլտի որ դեպքում է հնարավոր վիրահատական միջամտություն։ Շնորհակալություն, ինսուլտի որ տեսակի դեպքում է հնարավոր վիրահատական միջամտություն։ Վիրահատական միջամտությունը ցուցված է հիմնականում հեմորագիկ ինսուլտների ժամանակ, եթե առկա է իհարկե վստահելի անոթագրության պատկեր, այսինքն ինչ է կատարվում, հիվանդը ենթարկվում է անոթագրության, հայտնաբերվում է անոթի պատի դեֆեկտը եւ արդեն համապատասխան մասնագիտացված նյարդավիրաբույժի հետ մեկտեղ որոշվում է ինչպիսի մոտեցում է պետք ցուցաբերել նման անոթի ամրացման համար։ Լինում է ինչպես ներանոթային, այնպես էլ բաց եղանակով, լինում են տարբեր տեսակի, տարբեր տեղակայման հեմատոմաների վիրահատական հեռացում, վիրահատական միջամտություն, ինչ վերաբերում է իշեմիկ ինսուլտներին, ցավոք արդեն զարգացած process-ի դեպքում վիրահատական միջամտությունը չի կատարվում, դա միայն ցուցված է
արդեն իսկ մինչ ինսուլտի զարգացումը, երբ տեղի է ունենում, ասենք հիվանդը շատ հետևում է իր առողջությանը, մեծ տարիքում, անընդմիջին եւ մեծ տարիքում, պարբերաբար հաճախում է մասնագետի, կատարում է ուղեղի սնուցող մագիստրալ անոթների անոթային ուլտրաձայնային հետազոտություն, երբ հայտնաբերվում է անոթների գլխուղեղը սնուցող անոթների ասիմպտոմ, այդպես էլ կոչվում է ասիմպտոմ նեղացումներ, 70%-ից բարձր նեղացումների դեպքում իհարկե ցուցված է տվյալ անոթների վիրահատական միջամտությունը։ Դա արվում է ինչպես ստենտավորման մեթոդով, այնպես էլ էնդարտերեկտամիաների ձևով։ Իհարկե դա այն տերմինն էր, որ մեր հեռուստադիտողները դժվար է ինձ բացատրել, կատարվում է լուսանցքի անոթի լուսանցքի լայնացում, այդպես բացատրեմ։ Բժշկուհի, երբ մարդուն տեղափոխում են, ասենք շտապօգնության մեքենայով կամ մեկ այլ միջոցով հիվանդանոց եւ նկարագրում են այդ իրավիճակները, որ ասենք ձեռքը չի կարողանում մեկնել, ժպտալ չի կարողանում կամ դեմքը ծռվում է եւ այլն։ Դա արդեն բավական է, որ բժիշկը հաստատվի, որ ինսուլտ է եւ հաստատի, որ դա ինսուլտ է եւ ընտրի տակտիկան հետագա, թե տեղում նաեւ բժշկական սարքավորումների միջոցով ավելի կոնկրետ ախտորոշում է տեղի ունենում, որպեսզի հասկանան, թե վիրահատում են, դեղորայքային միջամտությամբ են ընթացք տալու իրավիճակին, ինչ է տեղի ունենում հիվանդանոցում, նկատի ունեմ տեղափոխելուց։ Այսպես է, եթե հիվանդը ընդունվում է նման կլինիկական պատկերով, իհարկե կլինիկական անամնեստիկ տվյալներն ավելի հուշող են հետագա քայլերի համար, հիվանդի մոտ առկա ախտանիշները դեռ չեն խոսում կաթվածի առկայության մասին, ինչպես նշեցի, դա կարող է կապված լինել նաև գլխուղեղի այլ ախտաբանական պրոցեսների հետ։ Բնականաբար, եթե հիվանդի մոտ կա այդ 3 ախտանիշներից, եթե մեկ անգամ դրական է, ապա անմիջապես հիվանդը պետք է տեղափոխվի մոտակա բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ գործում է մասնագիտացված նյարդաբանական ծառայություն առաջի հերթին, հագեցած ախտորոշիչ բաժանմունք, քանի որ նման հիվանդները անմիջապես պետք է ենթարկվեն համակարգչային տոմոգրաֆիայի կամ մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆիայի, առաջնահերթ, քանի որ ավելի հեշտ է եւ արագ է կատարվում համակարգչային տոմոգրաֆիան եւ ինֆորմատիվությունը նրա ավելի բարձր է, բնական է արագ ձևով կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա, բացառելով այլ ախտաբանական վիճակները եւ հաստատելով ինսուլտի բնույթը, դա իշեմիկ բնույթ է կրում, թե հեմորագիկ բնույթ է կրում։ Այսինքն համակարգչային հետազոտությունը ձեր նշած, որը ամենաինֆորմատիվ եւ ամենաարագն է լինում տվյալ դեպքում ճիշտ կողմնորոշվելու համար, հետագայում նաեւ մագնիսառեզոնանսային, այո, դուք նշեցիք։ Եթե անհրաժեշտություն լինում է, այո, մագնիտոռեզոնանսային հետազոտություն, տոմոգրաֆիա է պետք անել, անոթների ուլտրաձայնային հետազոտություն է պետք անել, եթե անհրաժեշտ է անոթագրություն է անհրաժեշտ, եթե հնարավորություն կա տվյալ կլինիկայում կատարել, իհարկե դա է անհրաժեշտ, ինչպես նաև չմոռանանք լայն լաբորատոր եւ գործիքային այլ հետազոտությունները, առաջնահերթ անգամ շտաբօգնության ծառայությունը իհարկե պետք է որոշի գլյուկոզայի մակարդակը արյան մեջ, դա շատ կարեւոր է, ինչպես նաև լայն կլինիկայում պետք է գործի, նշեմ նաև, որ պետք է գործի բարձրակարգ վերակենդանացման բաժանմունք եւ նյարդավիրաբուժական բաժանմունք, որտեղ հնարավոր է անհրաժեշտություն ծագի միանգամից վիրահատարան տեղափոխելու։ Լսենք մեր հաջորդ հեռուստադիտողին, բժշկուհի։ Ալո, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Ես խնդրում եմ ասեք, ալերգիան կարող է առաջացնել ինսուլտ կամ կաթված։ Շնորհակալ։ Շնորհակալություն, հետաքրքիր է ալերգիաների մասին, այսօր բավական ակտիվ են զանգերը։ Կաթվածի զարգացման ռիսկի գործոնների մեջ ալերգիկ դրսևորումները մեծ տեղ չեն գրավում, եթե այն չի բերում որևէ այլ ախտաբանական վիճակի, իհարկե ինքնին ալերգիան չի կարող բերել կաթվածի զարգացման։ Հասկանալի է։ Բժշկուհի, եթե այնպիսի իրավիճակ է, որ մարդը տեսավ, որ ասենք իր կողքինը, այո, կասկածները ինքն իր մեջ փարատեց, որ ինսուլտ է։ Խնդրում եմ կետերով հրահանգներ տվեք, հա, այդ դեպքում ինչ պետք է անի։ Առաջին հերթին երևի շտապօգնություն, քանի որ
նա ինսուլտների մասնագետ չէ, բայց մինչև շտապօգնության գալը կարող է ինչ-որ ձևով թեթևացնել իրավիճակը, թե ընդհանրապես պետք չի խառնվել այն չբարթացնելու համար։ Ինչ անի կողքին գտնվող մարդը։ Ինչ անի, ինչպես նշեցիք, ինչ անի կողքին գտնվող մարդը։ Իհարկե, ահազանգի շտապօգնություն, ուրիշ անելու ոչինչ չունի։ Հիվանդին պարկեցնի։ Եթե ոչ մի բան խանգարում է շնչառությանը, ազատել վերին շնչուղիները ապահովելով շնչառության ազատ վիճակը, ուրիշ անելու ոչինչ չունի կողքին գտնվող մարդը։ Եվ այս դեպքում շատ կարևոր է հնարավորինս արագ հիվանդին հասցնել։ Պետք է տեղափոխել մոտակա մասնագիտացված բազմապրոֆիլային հիվանդություն։ Ինչու է արագությունը այդքան կարևոր։ Այնտեղ ընթացող process-ը Այո, ինչքան շուտ միջամտել, բուժական միջամտություն ցուցաբերել, այնքան ավելի արդյունավետ կլինի հետագա վերականգնումը, ինչպես նաև մահացության տոկոսի պակասումը։ Մեր ազգաբնակչության մեջ իհարկե շատ եւ շատ դիտվում է այն փաստը, որ ինսուլտով հիվանդները բուժվում են տանը, որը շատ անհեռանկարային է եւ պետք է այս հարցը վերանայել, քանի որ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ տանը բուժված հիվանդների ինչպես մահացությունը, այնպես էլ հաշմանդամության զարգացումը ավելի բարձր է, քան ստացիոնարում բուժված հիվանդներինը։ Հասկանալի է։ Մենք ունենք հերթական հեռախոսազանգը, ալո, դուք եթերում եք։ Բարև ձեզ, ես լսել եմ, որ տարիքով մեծ մարդկանց մոտ, երբ որ իրանք շուշուտ զկրտում են, էդի ինսուլտի նշանները, ճիշտ է, թե չէ։ Հենց այդպես, հա, զկրտալը, զկրտոցը ինսուլտի հետ կապ ունի վեշկում։ Զկրտոցը ինքնին իհարկե կաթվածի հետ ոչ մի կապ չունի, չի կարող բերել կաթվածի զարգացման, այն կարող է կապված լինել այլ ախտաբանական վիճակների հետ, օրինակ ստամոքսաղիքային տրակտի խնդիրների հետ։ Դա այլ բան է, որ ինսուլտով հիվանդի մոտ, հատկապես ուղեղաբնային ինսուլտով հիվանդի մոտ կարող են դիտվել զկրտոցի անզուսպ նոպաներ, այո, կարող են դիտվել, որոնք շատ դժվարությամբ են ենթարկվում դեղորայքային ազդեցության, բայց զկրտոցի ինքնին կաթվածի չի կարող բերել, չի համարվում որպես առաջացման պատճառ։ Անզուսպ նոպա ասելով ինչ կարելի է պետք է պատկերացնենք օրերով, այո, այո, կարող է լինել օրերով զկրտոց, որը օրվա ընթացքում լինում է, անցնում է այդպես։ Իսկ այդ երևույթը ընդհանրապես ենթարկվում է դեղերի ազդեցությանը, հնարավոր է դեղ խմելով զկրտոցը անցկացնել։ Կան դեղամիջոցներ, որոնք ազդում են այդ ֆունկցիայի ընկճման վրա, բայց եթե դա կապված է կաթվածի հետ, բնականաբար կաթվածի բուժումը ինքնին բերում է այդ ախտանիշի վերացմանը։ Հասկանալի է, մեր հաջորդ հեռուստադիտողը արդեն կապի մեջ է եւ սպասում է։ Ալո, դուք եթերում եք։ Ալո, այո, բարև ձեզ։ Ես հարց ունեմ բժշկուհուն։ Տղաս 25 տարեկան է, 2 ամիս առաջ ճնշումը շատ միանգամից բարձրացավ ցնցումների մեջ, կանչեցինք սպորուի, դիագնոզը տվեցին, որ ներվերի հետ է կապված, դրա համար է այդպես, ուղարկեցինք ստրես կենտրոն, այնտեղ բուժումներ անցավ, լրիվ կուրսը, հիմա տղայիս մոտ մնացել է ճնշում, 140-ից չի իջնում, արդյոք կա ինսուլտի վտանգ, ինչ մասնագետի պետք է դիմենք մենք։ Ինչպես նշվեց, զարկերակային գերճնշումը դա համարվում է ռիսկի գործոն, իհարկե երիտասարդ տղայի մոտ ինչու պետք է լինի ճնշման բարձրացում, դա արդեն իսկ մտահոգիչ է եւ անպայման պետք է կատարվի բազմապրոֆիլային հետազոտություններ պարզելու պատճառը, շատ հաճախ մենք չենք էլ հայտնաբերում պատճառը զարկերակային ճնշման, իսկ ում դիմել, կարող եք դիմել ձեր ընտանեկան բժշկից սկսած բոլոր նեղ մասնագետներին, սրտաբանի, նյարդաբանի, իհարկե մանավանդ եթե հիվանդը բուժվել է ստրես կենտրոնում, այսինքն դա արդեն իսկ վկայում է նրա հուզական անկայուն վիճակի հետ, որը ինքնին կարող է բերել ճնշման տատանումների եւ փոխկապակցված դա օղակ է, պետք է կարգավորել ինչպես հուզական դաշտը, միգուցե եւ բերելով ճնշման կարգավորման։
Հասկանալի է։ Բժշկուհի, հիմա անդրադառնանք նաև արդեն տեղի ունեցած կաթվածի երևույթից հետո ճանապարհի մասին, հա, դուք վիրահատական միջամտությունների մասին մեր հեռուստադիտողի խնդրանքով արդեն անդրադարձաք։ Իսկ եթե ոչ վիրահատական ճանապարհն է ընտրվում, ինչ է առաջարկվում։ Կան այնպիսի դեղամիջոցներ, որ կարող են ամբողջությամբ վերականգնել իրավիճակը եւ նաեւ խնդրում եմ անդրադարձեք հետ կաթվածային շրջանում այդ վերականգնողական բարդ երկարատև գործընթացին։ Կաթվածի բուժումը կախված է բնույթից առաջի հերթին կաթվածի միակ խորհուրդս կլինի հանրությանը առաջի հերթին ուզում եմ դրա վրա անդրադարձնել այս խոսքին վերաբերվող, հա, որովհետև մեր ազգաբնակչության ինչու՞ չէ նաև բժիշկների մոտ ստեղծված է մի կարծրատիպ, որ եթե կա ինսուլտ, ապա հիվանդը պետք է երկարատև լինի անկողնային պայմաններում, հա, որը շատ եւ շատ սխալ մոտեցում է, հիվանդ է լինում, որ ամիսներով կարող է պառկած լինել։ Իմ միակ խորհուրդն է բացի հիմնական բազիսային թերապիայից շատ արագ, շատ վաղ շրջանում հիվանդության սկսել վերականգնողական բուժումը, որը ինքնին կանխարգելում է բարդությունների զարգացումը, ինչպիսին է թոքաբորբը, ինչպիսին են պարկելախոցերը, ինչպիսին են մկանային կարկամատությունը, կոնտրակտուրաների զարգացումը, որը հեշտացնում է հետագա վերականգնողական բուժման ընթացքում հիվանդի հաշմանդամության մակարդակի պակասեցումը, նվազեցումը։ Անպայման բուժման մեջ պետք է ընդգրկվի մասնագիտացված ռեաբիլիտոլոգ, եթե կա խոսքի խանգարում, անպայման պետք է լոգոպեդ ընդգրկվի գործընթացին եւ հիմնական իր բազիսային բուժումը, որը պետք է կատարվի նյարդաբանի հսկողության տակ, դեղորայքային, այո, ինչ է պահանջվում։ Իսկ կան այնպիսի դեղամիջոցներ, որ եթե շատ շուտ հասցնեն հիվանդանոց եւ շուտ ստանա այդ դեղամիջոցը, այդ օջախը կվերականգնվի շուտ։ Այո, կա նման միջոց, որը կոչվում է դեղամիջոցի անունը, այո, չեմ ուզում նշել, ինչևից է, իհարկե տեղի ունենում տրոմբոլիտիկ թերապիա, տրոմբոլիտիկ դեղորայքի օգտագործում, այո, միայն նման դեղորայքի կիրառումը ցուցված է շատ կարճ ժամանակում, հա։ Որքան ժամ հետո, ասենք։ Առաջին 3 ժամում եւ առաջին 4.5 ժամում, երբ հիվանդը հասնում է, ախտորոշվում է եւ կարելի է կատարել այդ դեղամիջոցը, սակայն նման պարագայում պետք է շատ օգտվել պրոտոկոլներից, հա, որովհետեւ իրենք ունեն իրենց բացառման շատ հստակ ցուցումները, որոնց ժամանակ չի կարելի կատարել, որովհետև կարող է բերել ավելի բարդության, հեմորագիկ, այսինքն պետք է շատ կոնկրետ, այո, եւ հենց բժիշկ մասնագետի վերահսկողությամբ դա կատարել։ Ես շատ ուրախ եմ, որ անդրադարձաք այդ հարցին, որովհետև Հայաստանում մի փոքր կաղում է այդ գործընթացը, արտասահմանում դա արվում է հստակ մասնագիտացված սթրոք կլինիկաներում, որովհետև հատուկ մասնագետներ պետք է աշխատեն նման հիվանդների բուժման գործընթացով։ Այսինքն նյարդաբաններ մասնագիտացված հենց շտաբ արագ արձագանքում։ Այո, ոչ միայն նյարդաբան, այլ բուժքույր եւ մնացած բոլոր գործընթացներ, որոնք կատարվում են, դա կատարվում է հատուկ մասնագիտացված թիմի կողմից, որոնք զբաղվում են այդ դեղամիջոցի կիրառմամբ եւ կատարվում է հատուկ լիցենզավորված կլինիկաներում, ոչ թե յուրաքանչյուր բազմապրոֆիլային կլինիկայում։ Լսենք մեր հեռուստադիտողին։ Ալո, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խնդրում եմ բժշկուհին ինձ ասեք, եթե ականջներում աղմուկ կա, դա կարող է տանել ինսուլտի կամ ինչ կարելի է անել, եթե ասենք հիպերտոնիկ հիվանդից։ Հիպերտոնիկ հիվանդ եւ շնորհակալություն։ Ականջներում խշշոցի արկայությունը հիպերտոնիկ հիվանդի մոտ դա արդեն իսկ վկայում է, որ հիվանդի մոտ կա անոթային խնդիր։ Ինչ կարելի է անել, խորհուրդ է տրվում իհարկե գտնվել ձեր տեղամասային ընտանեկան բժշկի հսկողության տակ, բարբերաբար հաճախել նյարդաբանի, կանխարգելիչ միջոցառումներ ընդգրկել
բուժման գործընթացին, դեղազարգերակային ճնշման վերահսկումն է, ճարպային փոխանակության վերահսկումն է, այսինքն խոլեստերինի մակարդակի որոշումն է, գլյուկոզայի մակարդակի որոշումն է արյան մեջ, արյան մակարդելության համակարգի կարգավորումն է, կանխարգելիչ միջոցառումներ, դա միայն խորհուրդ կտամ։ Հասկանալի է։ Բժշկուհի, խնդրում եմ վերջում, որքան հնարավոր է հակիրճ։ Ես առանձնացրել էի սուբ առախնոիդալ թաղանթի կաթվածի հետ կապված հարցը, որքան հնարավոր է հակիրճ, ինձ արդեն հուշում են, որ ժամանակը վերջանում է ցավոք, եւ նաեւ այն հարցին պատասխանեք, թե ինսուլտի նկատմամբ հակվածությունը կարող է ժառանգաբար փոխանցվել մարդկանց, թե դա ձեռքբերովի խնդիր է։ Ժառանգականությունը մեծ դեր է խաղում, այո, կարող է, ինչ վերաբերվում է սուբառախնոիդալ արյունազեղումներին, դա այն տեսակն է արյունազեղման, երբ արյունը ներթափանցում է սուբառախնոիդալ տարածության մեջ, այսինքն ուղեղի թաղանթների մեջ, ինքնին ինչով է վտանգավոր, ինչով է վտանգ ներկայացնում այս պաթոլոգիան, այս տեսակը, քանի որ եթե կա անոթի պատի դեֆեկտ, ամբողջականության խախտում, մենք կարող ենք ունենալ կրկնակի պատռում եւ կրկնակի արյունազեղում, որը կարող է բերել անբարենպաստ ելքի ընդཐུպ միջև մահվան։ Հետևաբար նման բոլոր հիվանդները պետք է ենթարկվեն անոթագրության, հայտնաբերելու համար անոթի պատի դեֆեկտը, եւ արդեն որոշելու մոտեցումը այդ process-ին ինչպես պետք է մոտենալ։ Նման հիվանդները բավականին շատ են եւ ես խորհուրդ կտամ հիմնականում կատարել նյարդաբանի խորհրդատվություն հետագա գործիքային քննությունների հետ միասին։ Հասկանալի է, շատ շնորհակալ եմ բժշկուհի, կրկին շնորհակալ եմ, որ ձեր ժամանակը նաեւ մեր հաղորդաշարին տրամադրեցիք, հարցերը բազմազան են եւ շատ ինձ հուշում են, որ կան հեռուստադիտողներ, ովքեր ցավոք չհասցրեցին, ներողություն ենք խնդրում, եթե դուք փորձում էիք անպայման այսօր կապվել եւ տալ ձեր հարցը, բայց ժամանակի մեջ չտեղավորվեցինք, հուսով եմ, որ մենք կրկին կհանդիպենք, հատկապես վերականգնողական ընթացքին ավելի մանրամասն անդրադառնալու համար, շատ շնորհակալ եմ։ Այսօր այսքանը, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր նյարդաբան Արմինե Սողոյանը, խոսում էինք կաթվածի մասին։ Ձեզ էլ ենք շնորհակալ հարցերի եւ հաղորդմանը հետևելու համար։ Շարունակեք լսել բժիշկների խորհուրդները Արարատի եթերում։ Մենք ուղիղ կապի մեջ ենք ամեն օր, բացի շաբաթ-կիրակիից, ժամը 18-ից 18:45։ Հետազոտվեք եւ կանխարգելեք հիվանդությունները ժամանակին, գործը չհասցնելով բուժմանը։ Վաղը խոսելու ենք 12-մատնյա աղիքի եւ ստամոքսի խոցերի մասին։ Պատրաստեք ձեր հարցերը, գրանցեք հեռախոսահամարը 54 89 34։ Կհանդիպենք, առողջ եղեք։